Ես Տեր Եփրեմ Քահանա Զարգարյանս արդեն շուրջ 20 տարիներ ծառայում եմ Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցիներում եւ այսօր մեր համայնքի Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչները, մեր հավատացյալները ինձ խնդրեցին, որպեսզի միասնաբար աղոթենք եկեղեցում մեր երկրի խաղաղության եւ ազգի միասնականության համար, հատկապես մտահոգված, որովհետեւ այս օրերին այստեղ է Հայաստանի վարչապետը, պարոն Փաշինյանը եւ հանդիպում է անցկացնելու համայնքի ներկայացուցիչներից ոմանց հետ, անշուշտ ընտրովի միայն նրանք երևի, ովքեր որ իր քաղաքականությանը կողմ են, կողմնակից են, անշուշտ կլինեն մարդիկ, որ ներկաներից համաձայն չեն եւ իրենց անհամաձայնությունը կհայտնեն, բայց ուզում ենք փոխանցել, որ այստեղ հավաքված ժողովուրդը եւ նաեւ Ռուսաստանաբնակ շատ հայեր դժգոհ են այն քաղաքականությունից, որ որդեգրել է հիմա Հայաստանի ղեկավարությունը հանդեպ հայ եկեղեցու, հայ հոգեվորականների, նաև բարեպաշտ հայորդիների, այդ թվում նաև բարեգործ, օրինակ Սամվել Կարապետյանի եւ այն գաղափարախոսությունը, որ ինքը քարոզում էր ի սկզբանե իշխանության գալով, դեռ այն ժամանակ ցավոք զգացում ունեի, որ այդ ամեն ինչը փոխվելու է ընթացքում։ Ժողովրդին պետք էր ոտքի հանել, որպես իշխանության գա, այդպես էլ վարվեցին եւ իրենց գաղափարախոսությունը եւ իրենց ցանկությունները եւ այն հույսը, որ ներշնչում էին մեր ազգին, ցավոք այս տարիների ընթացքում բոլորը իդերև եղան եւ մենք տեսնում ենք հակառակ ընթացքը, որ հատկապես այս իշխանության օրոք ամբողջ հայ ազգը բաժանվել է եւ բաժանվում է։ Սա մեծ մտահոգություն է, որովհետև ընդհակառակը միշտ ասում եմ, տանտերը հոգում է, որպես իր ընտանիքում համաձայնություն, համերաշխություն, սեր, խաղաղություն լինի։ Իսկ այսօր բոլորս վրդոված ենք, բոլորս անհանգիստ ենք եւ այսօրվա հավաքը նույնպես դրա վառ վկայությունն է, որ մենք մտահոգ ենք իսկապես։ Այն ուղուց, որով տանում է մեր ազգին այսօրվա իշխանությունը, վախ ունենք, թե այդ ուղին մեզ ուր է տանելու արդյոք, երբ որ մենք հրաժարվում ենք մեր ազգային արժեքներից։ Սա մեծ ցավ է, մտահոգություն է եւ իսկապես այսօրվա մեր հավաքը, մեր աղոթքն է, որպեսզի Տերը փոխի նրանց սրտերը, հապկացնի, մեղմացնի եւ ամեն ինչ փորձեն խաղաղությամբ շտկելու, համերաշխությամբ шуткելու. Представьтесь, пожалуйста, и, собственно, расскажите цель митинга. Я зачитаю, здесь все будет написано. Меня зовут Ваган Бабаханян, но это не мое, а общее наше. После собрания, которое заявление по итогам собрания прихожан Армянской апостольской церкви Святой Екатерины и членов армянской общины Санкт-Петербурга. После вечерней службы сегодня в Армянской апостольской церкви Святой Екатерины 22 декабря 2025 года и совместных молитв за мир и единство армянского народа состоялось собрание, на котором единогласно принято следующее заявление. Участники собрания выражают протест против жестких, безосновательных репрессий в отношении Армянской апостольской церкви, священнослужителей, благочестивых мирян, благотворителей и инакомыслия в целом, которые ведут к расколу и дезинтеграции общественного сознания в Армении и в Спюрке. Вот такое мнение у нас. И мы просим вместе с другими заявлениями и обращениями постараемся передать по адресу. Сегодня мы находимся в Санкт-Петербурге, куда, как известно, премьер-министр Армении Никол Пашинян приехал с визитом на заседание Евразийского экономического союза. В связи с этим представители армянской диаспоры, а также прихожане Армянской апостольской церкви Санкт-Петербурга, как мы видим, собрались и устроили митинг. Пришедшие выражают недовольство и обеспокоенность той политикой, которую ведет премьер-министр Армении и власти Армении на сегодняшний день. В частности, вы можете видеть это на плакатах, где написано, что
Протестующие просят освободить политзаключенных в Армении, Самвела Карапетяна, архиепископа и епископа и всех задержанных на сегодняшний день. Как мы видим, пришедшие выражают свое недовольство и обеспокоенность происходящим. Есть даже интересный факт, что, как нам сказал один из общественных представителей Армении, приехал из Калининграда и хотел сегодня попасть на встречу с премьер-министром Армении, который сегодня, как мы знаем, устраивает встречу с представителями армянской диаспоры. Но, как выяснилось, туда прийти на эту встречу могут люди по определенному списку. И молодой человек, например, из Калининграда, рассказал нам, что он не смог попасть на эту встречу. Как мы видим плакаты, мы видим недовольные лица людей, и, собственно, нам каждый рассказал, почему пришел сюда и чем недовольны.